Ողջույն ընկերներ, առաջարկում եմ պատրաստել եղանակին համահունչ համեղ թանապուր։ Եփելու ընթացքում այն խառնել ընդհանրապես պետք չէ։ Եվ այսպես կաթսայի մեջ լցնում ենք մածուն և մածունի 1/3 չափով թթվասեր։ Սա պարտադիր պայման է, որպեսզի թանապուրը լինի յուղային և եփվելու ընթացքում չկտրվի։ Որից հետո ավելացնում ենք ձու և լավ խառնում, մինչև մասան դառնա համասեռ։ Բոլոր բաղադրիչների քանակները կգրեմ նկարագրության մեջ։ Այնուհետև ավելացնում ենք նախապես եփած և ջրքանված ծավալը։ Նորից լավ խառնում ենք։ Իհարկե ցանկալի է բոլոր բաղադրիչները վերցնել նույն ջերմաստիճանի, որպեսզի խուսափենք կտրվելու պրոցեսից։ Որից հետո ավելացնում ենք ջուր։ Ես վերցրել եմ 1,5 լիտր ջուր, իհարկե ջրի քանակը կախված է վերցրած բաղադրիչների քանակից և այն թանձրությունից, որն ուզում եք ստանալ։ Լավ խառնում ենք և դնում կրակին։ Միջին կրակով եփում ենք եռմապահից սկսած մոտավորապես 15 րոպե, քանի որ ծավալն արդեն եփված է։ Եփելու ընթացքում ես ընդհանրապես չեմ խառնում և ինչպես նկատում եք, համասեռ թանապուր ենք ստանում։ Վերջում ավելացնում ենք կարագ և կանաչի ըստ ճաշակի։ Ես այսօր ավելացնել եմ 4 նանա։ Խառնում ենք և կարող ենք մատուցել։ Համեղ, համասեռ ախորժելի սպասը։ Բարի ախորժակ։